Նիդերլանդներում բացվել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից կազմակերպված բացառիկ ցուցահանդես, որը համադրում է նոր քարե դարից մինչև վաղ քրիստոնեություն ընդգրկող հնագիտական արժեքավոր նմուշներ։ Ցուցադրությունը կառուցված է նոր ձևաչափով, ոչ թե առանձին նմուշների ներկայացմամբ, այլ ամբողջական հնագիտական համալիրների միջոցով, որոնց հիմքում դրված են արժեքային համեմատություններ եւ համընդհանուր թեմաներ։ Այս համալիրը այնանով է հետաքրքիր, որ ոչ միայն զուգահեռներ կարելի է տանել, այլ նաեւ համընդհանուրություններ գտնել, որովհետեւ կտեսնեք այս զուգահեռներում նաեւ ընդհանուր թեմաներ, 3 հիմնական ընդհանուր թեմաներ։ Օրինակ այդ ժամանակաշրջանի երկրագործական մշակույթը, այդ շրջանի մետաղագործական մշակույթ, այդ շրջանի իշխանական խորհրդանիշները, այս 3 հիմնական գաղափարները դրված են ինչպես համընդհանուրի, այնպես էլ զուգահեռի կոնտեքստում։ Այս ցուցադրությունը բացառիկ է նաև նրանով, որ դրանում ընդգրկված են ոչ միայն նյութական հուշարձաններ, այլև ժամանակակից մեթոդներով, գծապատկերներով, անիմացիոն վերակազմություններով ներկայացվող պատկերներ, որոնք թարմություն են տալիս պատմությանը։ Ներկայացված են քարե եւ մետաղե գործիքներ, որոնք պեղված են Նիդերլանդերի հնավայրերից։ Հատուկ ուշադրության է արժանանում հայաստանյան վաղ բրոնզե դարի նմուշների խումբը, որտեղ ներառված է նաև եզակի քարաշամբի գավաթ, իշխանական խորհրդանիշ, որն աշխարհում չունի նմանը։ Շատ կարևոր մի շեշտ է այն հետագա հայերի ներկայությունը Հոլանդիայում, Նիդերլանդներում, այնտեղ կտեսնեք 17-րդ դարում, տպագրված հայտնի Աստվածաշնչի օրինակ Ոսկան Երևանցու, որը Ամստերդամում տպագրվեց, գիտեք, այնտեղ նաև նույն Ոսկան Երևանցու պատրաստած աստրոլաբն է հայատար։ Այսինքն այստեղ նաև խնդիրը դրված է ոչ միայն այս հին աշխարհի զուգահեռների, այլ նաև շարունակվող այս դարավոր կապերի ավանդույթների կոնտեքստը։ Ցուցահանդեսի հիմնական ուղերձը ժամանակի եւ մշակույթի շարունակությունն ապահովելն է։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են հնագույն նյութական արժեքները եւ ժամանակակից ներկայացման ձևերը միավորվում, դառնալով ազգային ինքնության, հիշողության եւ քաղաքակրթական երկխոսության կրող։ Այստեղ շեշտը դրված է մշակութային հիշողության պահպանման, անցյալն ու ներկան կապելու եւ համամարտկային արժեքների մեջ հայկական մշակույթի դերը վերարժևորման վրա։ Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի մինչև աշուն եւ կազմակերպիչները հորդորում են գնահատել ոչ միայն առարկան, այլև դրանց միջոցով փոխանցվող գաղափարն ու համատեքստերը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։